Խնջույք չէ, տարեցների ֆիզիկական ակտիվության խմբակն է Երևանի դպրոցներից մեկում։ Առողջ ապրելակերպին է միտված մեծահասակների հավաքը, ասում են, կյանքը 60 տարեկանից հետո է սկսվում։ Դժվար է վիճել, երբ տեսնում ես ինչպես են մարզում գոտկատեղի, ուսերի եւ մեջքի մկանները։ Եվ այսպես շաբաթական մի քանի օր տատիկները մասնակցում են առողջապահության նախարարության առողջ երկարակեցություն ծրագրին։ Ես միշտ ասում եմ, տարիքը մարդն է իր վրա կպցնում։ Ես իմ տարիքը չեմ զգում։ Ես երբեք չեմ համարում, որ թոշակային կստանում կամ թոշակառու չէ։ Մարդ ինքը պետք է հոգով միշտ երիտասարդ մնա ու այդ տարածի 4 կողմը։ Պետք չի դիվանի վրա նստել կամ դրսում նստած այդ խոսակցական տարբերակները օգտագործեն, ավելի լավ մասնակցեն։ Մի փոքրիկ երջանկության պահեր ենք ապրում։ Այն ամենը, ինչ մենք ուզում ենք, որ լինի, բայց դա կենցաղում, առօրյայում գուցե չկա, որտեվ կենցաղը մնում է կենցաղ, բայց այստեղ կանանցով հավաքվում ենք, անկեղծ ուրախանում ենք, արտահայտվում ենք այնպես, ինչպես պետք է, մի խոսքով շատ ուրախ է անցնում մեր օրը։ Տարիքային աերոբիկա, յոգա, շնչառական վարժանքներ, երգ, պար, որոնք բարելավում են տարեցների ֆիզիկական ակտիվությունը, հիշողությունն ու ուշադրությունը մարզելու նպատակով էլ անցկացնում են ինտերակտիվ խաղեր, զրույցներ։ Շատ են տատիկները պատմում, որ երբ որ իմ վերջին թոռն էլ դառավ 6-րդ դասարան, ես հասկացա, որ ոչ մեկին պետք չէ։ Իսկ այստեղ ամիջապես օշակի անցնելուց հետո մարդիկ հասկանում են, որ իրենք իրենց են պետք, իրենք կյանքին են պետք։ Ծրագրի նպատակն է տարեցների շրջանում տարածել առողջ ապրելակերպի մշակույթն ու զարգացնել ճանաչողական կարողությունները։ Սոցիալական ներգրավվածության բարձրացման համար կազմակերպվում են մշակութային այցեր, հանդիպումներ ճանաչված մարդկանց հետ։ Գրքասերների ակումբում էլ տարեցները զբաղվում են ընթերցանությամբ։ Իր իմաստը հենց կոտրել այն կարծրատիպը, որ 65+ տարիքը դա հիվանդության տարիքը, ոչ 65+ տարիքը դա առողջ երկարակեցություն ունենալու, առողջ ապրելու, ակտիվ համայնքի մի ակտիվ մաս լինելու, մասնիկ լինելու տարիք է եւ դա շատ կարեւոր մտայնության փոփոխություն է, որ այս ծրագիրը հետապնդում է եւ հետապնդելու է տարիներ ի վեր։ Առողջ երկարակեցություն ծրագիրը կարևոր առաքելություն ունի նպաստել մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, որոնցից ամենատարածվածը դեմենցիան է։ Իդեպ մայրաքաղաքի 10 վարչական շրջանում, Լոռու, Արարատի եւ Սյունիքի մարզերում արդեն իսկ գործում է շուրջ 70 խմբակ։ Արամ Մանանդյան, Աշոտ Խաչատրյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։